կլինեն ժողովից հետո հայտնի կլինի։ Գուցե բոլորիդ ուշացաք, նոր պատասխանեցի այդ հարցերին։ Դե մեզ էլ ասեք, ոչինչ։ Բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Կլինի պաշտոնական հաղորդագրություն միշտ։ Կլինի միասնական կարծիք, որ Նիկոլ Փաշինյանը մեծ հաշվով չարիք է Հայաստանի համար։ Եվ նրա հրաժարականն է պահանջել եկեղեցին եւ դուք եղել եք այս ստորագրողներից մեկը։ Այո, պատերազմից հետո, եւ դրանից հետո Վեհափար Հայրապետը կրկնել է իր տեսակետը։ Վեհափար Հայրապետը ընդամենը հայրական հորդոր է հնչեցրել։ Այդուհանդերձ եկեղեցում քննարկվել է երկրում տիրող իրավիճակը։ Վեհափար Հայրապետը իրավունք ունի հայրական հորդոր հնչեցնելու եւ կարող եք Վեհափար Հայրապետին հարցնել, եթե դուք համամիտ չեք այդ հորդորի հետ կամ համամիտ եք։ Հայրական հորդորներից դա որևէ եպիսկոպոսի պարզաբանելու հարցը չէ։ Այն ժամանակ Հայաստանի ներքին վիճակը չէր քննարկվել եպիսկոպոսած դասում։ Նայեք, ես հիմա ժողովի եմ գնում։ Ձեր բոլոր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Ժողովից առաջ ոչ ես, ոչ որևէ մեկը որևէ իրավունք չունի հայտարարություններ անելու, այլապես ժողովը անիմաստ կլինի։ Ամեն դեպքում աջակցություն են հայտնել ձեզ, Ռուբեն Ռուբինյանն է ձեզ որդիաբար աջակցություն հայտնել, դուք զորակցության ու աջակցության կարիք ունեք այսօր։ Եւ կողմեք են տեսակետին, որ մայրաթորից ձեզ թիրախավորում են, ինչպես նշում են իշխանական տարբեր մեծ ու փոքր ներկայացուցիչներ։ Ժամանակ այդ բոլոր հարցերի պատասխանը կտա, ես չեմ պատրաստում որևէ մեկին պատասխանել կամ արձագանքել, որովհետև դուք ունեք ուզեք առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ, նկատողության արժանացեք, ուզեք մի առաջարկություն անեմ ձեզ բոլորիդ, մեկը թող հարց տա, մյուսը շարունակի, երրորդը ձեզնից պատասխանի, ասեցի ձեզ, երեխեք, պատասխանը ասեցի, եթե բոլոր ձևերով էլ հարցնեք, ես ժողովից առաջ իրավունք չունեմ որևէ հայտարարություն անելու։ Այո, բոլոր հարցերը քննարկվելու են ժողովին։ Ժողովին այդ հարցերը կհնչեն ուխտը եւ ունի զավակ։ Ձեզ այդ տեղեկությունը հայտնի է, թե հայտնի չէ։ Որպեսզի հայտարարություն է եղել։ Փաստի վերաբերյալ։ Ես փաստի վերաբերյալ որևէ հայտարարություն անել չեմ կարող, ես չգիտեմ դա։ Իհարկե չունեմ։ Այդ հարցի պատասխանն Իհարկե չունեմ։ Ճիշտ այնպես ինչպես որ տեսանյութը, որի վերաբերյալ դուք արդեն կարծիք եք հայտնել ստորագրելով այն թուղթը, որ թուղթն եմ ստորագրել։ Ցույց տվեք այդ թուղթը։ Հիմա դուք ինչ դիրքորոշում ունեք Արշակ Սրբազանի կարգալուծանելու վերաբերյալ եւ Նիկոլ Փաշինյանի այդ պահանջին, որ պետք է փոխարեն նրանք ովքեր այդ հարցի պատասխանը լսեցին, կարող են պատասխանել։ Սրբազան, մեկ գլխավոր հարց կա, բայց ձեր ղեկավարած թեմի պատարագում զեղչվել է Այդ հարցը եւս ժողովին քննվելու է։ Այդ հարցը ժողովի օրակարգ է մտել այն պատճառով, որ դուք զեղչել եք։ Թե ինչ պատճառով եւ ինչպես ժողովին քննվելու է, ես դրա պատասխանը ունեմ։ Դա օրակարգ է մտել այն պատճառով, որ ձեր պատարագի ժամանակ զեղչվել է, այդ պատճառով է օրակարգ եղել։ Մի րոպե լսեք ինչ եմ ասում, այդ հարցը եւս ժողովի օրակարգում է, ժողովին այդ հարցը քննվելու է, ես չգիտեմ ինչպիսի լուծում է լինելու կամ ինչ ձևով է քննվելու, ինչ որոշում է լինելու։ Դուք եք կարծում, որ իշխանությունը հակաեկեղեցական արշավ է սկսել։ Դուք շատ խելացի եք։ Շնորհակալություն։ Սրբազան հայր։ Դուք շատ քաղաքակիրթ եք, եթե թողնեք ավարտեմ։ Եթե այդ հարցերին պատասխան եք ուզում, այդ պատասխանները կլինեն ժողովից։ Լսեք մինչև վերջ, այդ հարցերի պատասխանը կլինի ժողովից հետո։ Ես այս պահին չգիտեմ ժողովը ինչպիսի որոշում կկայացնի։ Լսեք մի րոպե, ես քվեարկելու եք կողմ կամ դեմ եք արտահայտվելու, չէ՞։ Իսկ դուք գիտեք ինչպես է հարցը ձևակերպված։ Ես էլ դեռ չգիտեմ։ Ես էլ դեռ չգիտեմ ինչպես է ձևակերպված հարցը։
Ինչպես է որ դուք խուսափում եք պատասխանել, որովհետև ձեզ հայտնի չէ այսօր ձեր ճակատագիրը եւ Եթե ես խուսափեի, դռնից այս կողմ դուրս չէի գա։ Իսկ մի այսպես խնդրում եմ անկեղծ պատասխանեք։ Եվ ձեզ պատասխանեցի, եթե համբերություն ունենաք, շուտով ժողովը լինելու Մենք համբերություն չունենք, խնդրում եմ մի հատ անկեղծ պատասխանեք մի հարցի, Սրբազան։ Եկեղեցին կարծես թե բաժանվել է քաղաքական առումով երկու թևի՝ նիկոլական ներկան եւ ոչ նիկոլական։ Դուք նիկոլական եք։ Ես նման բաժանում չեմ տեսնում։ Դուք նիկոլական հայացքներ Ես ունեք։ նման բաժանում չեմ Դուք տեսնում։ նիկոլական հայացքներ ունեք անձամբ։ Եթե դուք ցանկանում եք կամ ինչ որ խումբ ցանկանում է բաժանում տեսնել այդպիսի, ես այդպիսի բաժանում չեմ տեսնում։ Մենք չենք ցանկանում, մենք տեսնում ենք։ Մարդիկ կան, որոնք Աստծուն ծառայել փոխել, սկսել են Նիկոլ Փաշինյանին ծառայել։ Ես չգիտեմ այդպիսի մարդիկ, որոնք անձի են Գևորգ Սրբազանը օրինակ։ Եվ իր ներկայությամբ պատվեց, մինչ այդ էլ ասել էր ուխտադրուժ այն մարդ, ով կմիանա Նիկոլ Փաշինյանի եւ ընդհանրապես իշխանության արշավին։ Հիմա դուք համարում եք ինքը ուխտադրուժ է թե ոչ։ Միացավ այդ անջրպետը խորացնելուն թե ոչ։ Քիչ առաջ չպատասխանեցի նույն հարցին։ Դուք դեռ միացել չեք պատասխանել։ Դա ժողովի քննարկման հարց է։ Պարտավոր չեմ, իրավունք չունեմ։ Վեհապարի դեմ աշխատողներ կան, վեհապարի դեմ աշխատողներ կան։ Կարելի է պաշտպանվել եք, դուք այսօր պարտավոր եք ավելի քան։ Սրբազան, եթե ժողովը որոշի կարգալույծ անել այն Դուք չեք հիշի դեպ, որ ձեզ այսքան հարցեր են ուղղել, բայց այսօր պարտավոր եք։ Սրբազան հայր, եթե ժողովը որոշի կարգալույծ անել այն բարձրաստիճան հոգևորականներին, որոնց ներկայությամբ զեղչվել է վեհապարի ձեզ եւ Գևորգ եպիսկոպոսին, դուք ինչ կանեք այդտեղ։ Ժողովի որոշումը, երբ որ կքննարկվի, քվեարկվի, ընդունելի է բոլորի համար։ Այսինքն դուք չեք ասի կարգալույծը չի կարող կարգալույծ անել, որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Դուք ուզում եք, որ կասեցվի Արշակ Սրբազանի լիազորությունները։ Եվ արդյոք սրանով չեք օգնում Նիկոլ Փաշինյանին, ով առաջինն էր թիրախավորել հենց Արշակ Սրբազանին եւ Վեհապար հորը իր գրեհիկ անտակ ձևակերպումներով, որոնք գրառում էր արել եւ հետո ինքն ամաչեց իր արածի համար։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր բնութագրումներն են։ Բառը շատ սովորական է։ Դուք բնութագրումներ եք տալիս, որը ձեր կողմից են բնութագրվում։ Այսինքն մեր ընկալումները տարբեր են այդ բառի մասին։ Ես կարող եմ այդ բնութագրումներին